Հավատարիմ Ժիգուլին 4-րդ խմբականակ Ծիրանն է գործարան հասցնում Այգեկ գյուղի այգիներից ուղիղ մայրաքաղաք։ Առայժմ հավաքել ենք 5 տոննա։ Երրորդ օրն է Արարատ սննդի կոմբինատում գյուղացու ռեժիմով են աշխատում։ Աքլորականչից դռները բաց են բերքահանձնողների առաջ։ Մտերումը սկսում ենք առավոտյան վաղ ժամերից մինչև վերջի մեքենայի ավարտը։ Հերթագրվել, նախապես պայմանավորվել չկա, մինչև մի մեքենան բեռնաթափում են, մյուսն է կանգնում կշերքին։ 8 տոննա 440 կիլոգրամից ավտոյի ու արկղերի քաշը հետո կհանեն Ծիրանն այգեզարդինն է։ Մեր այգուն էլ կա, հարևանին էլ կա։ Արտաշատից, Արմավիրից ինչու են Երևան գալիս, իրենց ավելի մոտ մթերողներ չկան հարցին, գյուղացիները պարտիզանի պես լռում են։ Այգետերերի աչքը վախեցած է պահածոյագործների չվճարումներից, պարտքերից։ Գումարն իրենք տեղում տալիս են ու մարդիկ գիտեն դա։ Ավտոների առատությունը բացատրում է կոմբինատի տնօրենը։ Շերքի վրա ամբողջ բերքի գումարը մենք տալիս ենք։ Կիլոգրամը 70 դրամով միայն այս ընկերությունը հայտարել է 1000 տոննայից ավելի Ծիրան գնելու մասին։ Պտուղը ձեռնարկության մի անկյունից մտնում, մյուսից ժամ չանցած դուրս է գալիս խտացված հյութի ու խյուսի տեսքով։ Տներում խնամքով ջեմ, մուրաբա եփող կանանց ժամանակակից հոսքագիծը թողել է միայն միրգը տերևից ջոկելու ամենապրիմիտիվ գործը։ Արտադրության ղեկը տղամարդկանց ձեռքում է։ Ասեպտիկ հոսքագիծը նույնիսկ պարկերն է ավտոմատ լցնում, փակում։ 6 րոպեում 1 տակար։ Տակառները պարտադիր պիտակավորում են, բայց սառնարան տանել չեն շտապում։ Հաջորդ շաբաթ արդեն կբարձեն արտահանման։ Արարատ սննդի կոմբինատում ասում են Ռուսաստան, Բելարուս, Ղազախստանից Ծիրանի խտացված հյութի այնքան պատվեր ունեն, սկսել են պտուղ մթերել նաև վերջերս ձեռք բերած նորոգումը դեռ չավարտած Սարդարապատի ձեռնարկությունում։ Չնայած դեռ աշխատանքներ ընթանում են շինարարական եւ սարքավորումների տեղադրման, բայց մթերումները նաև Արմավիրում ենք իրականացնում։ Այսպես օրը 150 տոննա, օրվա կտերն արդեն չորանում են։ Փլուշից էլ շուտով օղի կթորեն Ծիրանի։ Հրիմնե Բաղդասարյան, Հովանես Քյոսյան, օրակարգ։